Կոմերսանտում ով կարող էր իմանալ, որ նա հետո դառնալու է քաղբյուրոյի անդամ Ալիևը, վերտարությամբ հոդվածում ԽՍՀՄ պետանվտանգության նախարարության երկրորդ գլխավոր վարչության նախկին պետ Եվգենի Պիտովրանովը հիշում է. Հեյդար Ալիևի գործակալներից մի կին գաղտնի բնակարանում հանդիպումից մեկ օր հետո կարողացավ հանդիպում կազմակերպել Ադրբեջանի պետական անվտանգության նախարարի հետ և նրան հայտնեց իբրև թե տեղի ունեցած բռնության մասին։ Սկանդալը հսկայական էր։ Ալիևին պատրաստվում էին հանել կուսակցությունից, ինչը նշանակում էր նաև ավտոմատ հեռացում անվտանգության մարմիններից։ Նախարարի վրա փորձում էին ազդել Ալիևի բարձր պաշտոն զբաղեցնող բարեկամներն ու ընկերները, իսկ մի քանի գործընկերներ հայտարարեցին, թե պատրաստ են նրան վերցնել իրենց երաշխավորության տակ։ Արդյունքում կուսակցությունից և անվտանգության մարմիններից հեռացումը տեղի չունեցավ։ Կուսակցական ժողովը որոշեց սահմանափակվել նկատողությամբ, անձնական գործի մեջ գրանցումով, իսկ հետո շրջանային կոմիտեն մեղմեց պատիժը այն փոխարինելով սովորական նկատողությամբ։ Սակայն Ալիևին նվազեցրեցին կոչումով, դարձնելով կրտսեր լեյտենանտ, և նա ստիպված եղավ կարիերան սկսել զրոյից։